Գարնան օրերի բացվելուն պես մարդիկ սկսում են մաքրել բակերը ձմռան կուտակված աղբից ու աշնան մնացած վերջին տերևներից։ Բնակիչների մոտ ընդունված է այն ամենը այրել բակերի մի անկյունում, սակայն պետության ընդունած որոշման համաձայն, որը վերաբերվում է օդի աղտոտմանը, չի թույլատրվում այրել։ Ինչպես են այս ամենն ընդունում մեր բնակիչները։ Աշտեն շատ վախենալով, երևի քոշակ ունենակ եղածին ուժդեղոր գվարը, եթե շատ մասլը գլա արգղերու մեջ, էդիլա գալող տանողնին մուսրի տանողներ գներենան, թե ամեն ինչ չէ որ կարելի է մուսրի ящիկնի են հավաքել։ Իսկ որն ինձ ձևիկ վարվի, էդի եսիմ, միենք օրինակ առանցին տեղ այնպես կենինք, որ վարելու ժամանակ հեշտապահություն կենինք, մինչև վարի վեշճանա։ Էդ օր հետ ես не согласен։ Դուրսենք հա եկել հավաքել է առնես ուր բդի տանես իշտենես։ Վարելու չեն թողնել շտրաֆենք, էդիկ սախալ բան է։ Իսկ իրենք հավաքեն տանեն, գսենք լայսնիկ կմուսրի։ Չէ, բա, իստեղ в общем դիա մեր բաները, բակերը, տեսնեք ինչ լացված է, ժողովուրդը բերել լացնեկը, բայց մարդիկ այսին այդ ման թողնեու կուրշում կմենագը մամը շելի տիրել։ Կարտոլն է նույնպես մեկը դուրը գտանե շերու գլացնե, մեկը չիդե մուր գտանե։ Շատ վանաս էր, կարտոլն է մուսր էլի։ Շատերը բողոքում են, որ աղբարկղերի մեջ չի թույլատրվում լցնել ու իրենք ստիպված են լցնել աղբարկղի կողքը։ Աղբատար մեքենան չի վերցնում այն։ Այդ իսկ պատճառով ստիպված այրում են։ Այո, գարունը բացվել է, օրինակ մեր գյուղում մենք չենք լցնում աղբամանները, շատերը չեն լցնում, այրում ենք համապատասխան տեղում, որտեղ որ վնաս չի տալիս մարդկանց։ Իսկ ովքեր որ լցնում են աղբամանները, ես համամիտ եմ, որ իրանց թող շտրաֆ կրեն, որովհետև մի հոգին լցեց աղբամանը լցվում է։ Դրա համար լավ է հավաքեն, չորացնեն եւ այրեն։ Ես համամիտ եմ Օգախայի հետ, որ չի թողնում աղբամանները լցնեն այդ կովերի մնացած խոտերը եւ ծառերի ճյուղերը, այդ աթխոտները որ հավեն, դե հիմա գարուն է, բոլորներ տան կողերը հավաքում մաքրում են։ Դե մինչեւ չտուգանեն չեն վախենում։ Պետք է տուգանեն մերգու անգամ, որովհետեւ վախենան էլ չլցնեն, թե չէ կլցնեն։ Համամիտ եմ տուգանելուն հետ։ Կոմունալ ծառայությունն օրնիբուն կատարում է իր աշխատանքը, ամեն օր դատարկվում են աղբամանները, մաքրվում փողոցները, բայց ծառայության մեքենաները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար, բայց ոչ գոմաղբի կամ չորացած ճյուղերի։ Այսօր շատ աղբամանների կողքին կարելի է նկատել նաև պարկերով կարտոֆիլ եւ այլն։